Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօր մեր հյուրն է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Կիրակոսյանն ենք։ Այսօր խոսելու ենք այսօրվա մասին, այսօրվա մեր խնդիրների մասին, այո։ Ձեր մտահոգություններով եք կիսվելու, դուք լավ փորձագիտական դիտարկումներ եք անում հաճախ ճիշտ եք, դիտարկումները ձեր ճիշտ են լինում։ Մենք այսօր պետք է խոսենք այն մասին, թե ձեր վերջին անհանգստության մասին, որ դուք հայտնել եք մեզ հետ հարցազրույցներից մեկում, որ Հայաստանում ազատ արտահայտվելու իրավունքի իրացման հարցում խախտում կա եւ վտանգ կա, ճնշումներ կան։ Ոստիկանության աշխատանքն է գնահատվում դրական կամ ոչ դրական, դրսից են ուղղորդվում այն ինչ որ կատարվում է, ինչ է այսօր կատարվում Հայաստանում։ Ինչ բան է քաղաքացիական այս նախաձեռնությունների ակտիվությունը։ Մենք կարծես թե շատ ուրախանում ենք, որ մեր հասարակությունը ակտիվ է եւ արդեն սկսել է սրտացավ մոտենալ իր երկրում հայրենիքում կատարվող իրադարձություններին, բայց կան նաև հնչում են նաև մտահոգություններ, որ դա ոչ թե ներսի, այլ դրսից ուղղորդվող է։ Ինչ է կատարվում այսօր Հայաստանում։ Հետաքրքիր process է կատարվում, այնքանով որ կարծես թե իսկապես այն ակտիվությունը, որ կա, որով մենք շատ ուրախանում ենք, Մաշտոցի պողոտայից սկսած, երբ որ իշխանությունները առաջին անգամ կարծես թե արձագանքեցին այդ իրավիճակին, ինչ որ փորձեցին իրենց քաղաքականության մեջ թվացial ոնց որ թե շտկումներ իրականացնել, այդ շարունակությունը, այն տրամաբանական շարունակությունը չունեցավ, որը մենք սպասում ենք։ Այսինքն թվում էր, որ նշանակում ասա, որ սրանից հետո իշխանությունները արձագանքելու են այն մտահոգություններին, որոնք հնչում են հասարակության մեջ, ու ինչ որ ձևով երկխոսության են մտնելու այդ հարցերը լուծելու համար։ Ցավոք սրտի մենք ականատես եղանք ուրիշ process-ի, երբ որ նույն ձևի առանց հասարակության հետ որևէ նախնական քննարկումների, որևէ ինչ-որ նախապատրաստական ինչ-որ հարցերի, նախալսումների եւ այլն, որոշումներ են կայացվում, եւ այդ որոշումների դեմ պայքարը հնարավոր է միայն փողոցային, այսպես, ակցիաների միջոցով։ Դա տեսանք այդ 100 դրամի պատմության, 150 դրամի պատմության ընթացքում, մենք տեսանք այդ բոլոր այս օրինակների մեջ։ Խնդիրն այն է, որ այսօրվա վիճակով, եթե դու որևէ նամակով կամ որևէ այլ ձևով փորձում ես բարձրաձայնես ինչ-որ խնդիրներ, ապա դրանք բացարձակապես անտեսվում են եւ իշխանությունը սկսում է ինչ-որ ձևով, ինչ-որ գոնե արձագանք ցուցաբերել միայն այն դեպքում, երբ որ կան երիտասարդների կուտակումներ ինչ-որ տեղեր, ինչ-որ պահանջներ են դնում, մեկ նույնիսկ ագրեսիվ ձևով են դա արվում, այդ ժամանակ ինչ-որ սկսվում է ոնց որ թե գոնե դրա հետ երկխոսելու փորձեր։ Այսինքն խոսքի ազատություն ունենք։ Այստեղ այդ խոսքի ազատություն չես կարող կոչես, որովհետև խնդիրը այն է, որ խոսքի ազատությունը կարող ենք, լավ, եկեք կոչենք դա խոսքի ազատություն։ Բայց խոսքի ազատությունը մի ուրիշ մաս է կա, որ պետքա ասացին լսող լինի, հա, պետքա ինչ-որ ձևով արձագանքի։ Եվ այդ արձագանքը չպետք է լինի այնպես, որ գիտեք ինչ, եթե շատ բարձր ես գոռում փողոցում, եթե կարողանում ես 100 հոգի մարդ հավաքես, եթե ինտելիգենցիայից մի քիչներ են ավելանում բան, ապա ինչ-որ ձևով այդ հարցին կարձագանքես։ Որովհետև մենք տեսանք այս վերջի ժամանակներում դրա հակառակ process-ը։ Մենք ունենք այս բոլոր դեպքերում որոշակի սոցիալական կոնֆլիկտներ, որտեղ մի կողմը այսպես փողոցում ագրեսիվ կամ ոչ ագրեսիվ կամ խաղաղ տարբեր տիպի գործողություններ անում, այդ ժամանակ կոնֆլիկտի մյուս կողմը եկավ այն եզրահանգման, իսկ ինչու մենք ենք լռում, հա, ուրեմն նույնատիպ քայլեր մենք է պետք է անենք։ Ու քանի որ նաև այդ մյուս կողմը այդքան է գուցե պատրաստված չի տարբեր տեսակ գանձիներով եւ այլ բաներով, ապա դա վերացվեց ու կշարունակի, եթե այսպես գնար, փողոցային ծեծկրտուկներին, տարբեր կողմերի միջև, հա։ Որտեղ ինչ-որ մի օրինակով եք ուզում ասեք, անալոգ ունենք արդեն։ Դե, այս հայտարարության մեջ մեզ մոտ կա, օգոստոսի 22-ից սկսած մինչև ամսի 5-ը բազմաթիվ դեպքեր ունենք, երբ որ ուղղակի ակտիվիստների վրա հարձակումներ են լինում։ Ում կողմից։ Ենթադրում եմ, որ այն կողմից, որը որ հակառակ
կողմն է պաշտպանում, այսինքն կոնֆլիկտ ունի եւ իր խնդիր ունի պաշտպանելու։ Դա Լենին հասարակության դեմ է դուրս գալիս։ Ոչ թե իշխանությունները հասարակության դեմ, այլ իշխանությունները հասարակության միջոցով նոր խումբ են ստեղծում հասարակություն, արդություն։ Չեմ կարծում, որ իշխանությունները հենց այդպեսի խնդիր են դրել, որ գիտեք ինչ, եկեք հիմա էլ ասենք Սամվել Ալեքսանյանի ժողովրդին հանենք սրանց դեմ, որ ծնները կտրենք։ Բայց տրամաբանությունը այդ պայքարին բերում է նրան, որ հա Սամվել Ալեքսանյանն էլ կամ իր համակիրներն է կամ իր ազդեցության տակ գտնվողներն է կարող են ենթադրել, որ ինչու՞ չէ, եթե էսա ձևը, եթե երկխոսելու կամ ինչ-որ խնդիրներ բարձրացնելու ձևը էսա, ինչի մենք պետքա չօգտվենք այն նույն մեթոդներով, գոնե փորձենք օգտվել, հա, այնքան է իրանց մոտ չի ստացվում, որովհետև բռիության մի ուրիշ աշտիցեմ կա այս ամեն ինչի մեջ։ Բայց հիմնական խնդրեմն է նա, որ ըստ էության իշխանությունները adekvat չեն արձագանքում, ժամանակին չեն արձագանքում խնդիրներին եւ ստեղծում են մի իրավիճակ, որ ոնց որ թե ավելի շատ ձեռները լվանալու ու ոստիկանությունը որպես ինչ-որ պատնեշ դնելու խնդիր է դրվում, հա։ Ու ես կարծում եմ, որ այս տրամաբանությամբ եթե շարունակվի, ուրեմն եթե որևէ տեղ մի գյուղում լինի, թե եսին որտեղ մարդիկ բարձրանան ու ինչ-որ ակտիվիստներ ինչ-որ գործողություններ անեն, այդ ժամանակ մյուս կողմը կլինի գյուղապետ, թե թաղի տղեկ, թե եսի ինչ եւ այլն, ըստ էության իշխանության հովանա ներքո, որտեղ ոստիկանությունը այսօր այդ դերն է կատարում, կսկսի այդտենց հակառակ գործողություններ անել։ Ու մենք կհայտնվենք մի տենց շատ տհաճ այդ իրավիճակում, որը որ առաջի ոնց որ դրսևորումն է տեսնում ենք, այդ կլինի այն զորբայության վերադարձը Հայաստան, երբ որ խնդիրը կլուծի այն, ով որ ավելի բռի ու ավելի կոպիտ միջոցների կդիմի։ Ամենից իհարկե։ Քաղաքացիական ակտիվությունը ինչի է գնահատում իշխանությունների վարած քաղաքականության, թե ամեն ինչ նրան է ասել, որ այլևս մարդիկ չեն կարող նստել տանի եւ ունեն դուրս պայքարել։ Ակտիվությունը ընդհանրապես այդքան է կախված չի իրավիճակի, սոցիալական եւ այլ վիճակի հետ, հա։ Հարցն է նա, որ կան մարդկանց մի հատված, որոնք հնարավորություն ունեն ակտիվիզմի, որոնք եւ ժամանակ եւ որոշակի ռեսուրսներ ունեն, որ այդ գործողությունները անեն, դրա համար կարողանում են այդ անել։ Դրան որպես այսպես դետոնատոր ինչ-որ շարժող մի բան կարա լինի Կոմիտասի խնդիրը, կարա լինի գլոբալ մաքսային միության խնդիր, հազար ու մի խնդիրներ կարա լինի, հա։ Տեսանք նույնատի պրոցեսներ, ասենք Ստամբուլում ինչ տեղի ունեցավ, հա։ Դրթարիթը ընդամենը մի ծառերի խնդիր էր, կարծես թե, բայց շատ արագ վերածվեց սոցիալական շատ մեծ բունտի, հա։ Ըստ էության հիմա ավելի ազատ չէ, քան նախկինում, որտեղ նախկինում այդքան չի բարձրացնում նման բաներ չկան։ Հնարավորությունները նորից ազատ խոսքի մասին է, չէ՞ խոսքը, այսինքն նախադրյալները բարենպաստ են դրա համար, որպեսզի այդ պայքարի միջոցը, որ իրեն արդարացրել է արդեն 2-3 անգամ, դա որպես այսպես շատ լավ վերաձևակերպեցիք, հա, շատ ճիշտ ձևով, այսինքն խնդիրը դառնում է այնպես, որ հա, այդ մեթոդը մի անգամ աշխատել է, ուրեմն պետք է շարունակենք այդ նույն ձևով հարցերը բարձրացնել, որովհետև ուրիշ ավելի քաղաքակիրթ ձևերը չեն աշխատում ուղղակի։ Եթե դու փորձում ես նույն Կոմիտասի 5-ի բանով, եթե նամակ ես գրում այստեղ այնտեղ, ոչ մի արձագանք չկա, ամեն ինչ օրենքով է գնում եւ այլն, պատասխանները այդպեսին են, հա։ Մեր պրակտիկայից է կարող եմ ասել, լինի խոշտանգումների խնդիրներ եւ այլն, մեծամասամբ այսպես պատասխանելու համար է պատասխանը լինում։ Ուրեմն գալիս է այն մեթոդները, որոնք որ աշխատող են։ Աշխատող մեթոդը այսօր փողոց դուրս գալն է, ինչ որ գործողություններ անել է, գյուղերում փակում են ինչ որ էլի փողոցներ, մայրուղիներ են փակում եւ այլն, դառնում է որ միակ մեթոդը դա է։ Ու փոխանակ դրանից ելնելով իշխանությունները ինչ որ եզրակացություններ անեն ու մտածեն ինչ որ մեխանիզմներ ստեղծելու համար, ոնց որ երկակի խաղ են խաղում, մի կողմից համար շատ տարակուսող հայտարարություններ, որ այս 100 դրամանոց պատմություններից միակ այսպես
բանն է վարչապետը եղավ, որ ինչ լավ է մեր մոտ ձևավորվում է քաղաքացիական հասարակություն։ Կներեք, այտենց պետք է հարցը չդրվեր, որովհետև փողոցում, եթե այդ process-ները գնում են, քո առաջի խնդիրը պետք է լինի ոնց անել, որ դա փողոցից բերել նորմալ դիալոգի տեղ։ Ասել, որ այդպիսի մեխանիզմներ երբեք չի եղել Հայաստանում, եղել է, եթե կհիշեք, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը 98 թվականին, երբ որ ուզում էր ընտրվել առաջի անգամ, նամակների ընդունման sense մի լավ քարոզարշավ անցկացրեց, երբ որ շատ խնդիրներ մարդկանց լուծում էին կամ փորձում էին լուծել։ Շարժումներ եղել են։ Չէ, բայց խնդիրն ինչ է, այսինքն դու պետքա պատրաստ լինես, արձագանքես քաղաքացիների բողոքներին ու դրա համար ինչ որ բան անես։ Ես կարծում եմ, եթե կներեք, եթե sense ինչ որ կարծում եմ, որ ինչ որ արտակարգ բան են գալի մենք այս վիճակում, պետքա գուցե ինչ որ արտակարգ ձևերով ինչ որ բան անել, հանձնաժողով ստեղծել, չգիտեմ, դե նախախոս բան ունենք արդեն ոնց որ նախախոս ես նկատի ունեմ իշխանության շրջանում։ Որտեղ որ հնարավոր լինի, որ այդ քաղաքացիների արձագանքը տրվի այնպես, որ հնարավոր լինի ինչ որ լուծումներ գտնել։ Դա առաջարկություն է ձեր կողմից, այո, համեցեք։ Այդ է ամենամեծ խնդիրը, որ թվում է, որ ոչ մի խնդիր էլ չի դրել, հա։ Այսինքն խնդիրը տեսնենք ուր կգնա ու տեսնենք ոնց դրան արձագանքենք։ Իսկ նման մոտեցումը ոչ մի բանի չի բերել, հա, կամ ինձ թվում է, որ արդեն գալիս է այն բանի դե լավ, մի քիչ կաղմկեն կհանգստանան։ Չգիտեմ ինչ է, ես տրամաբանություն չեմ տեսնում իսկապես իշխանությունների գործողությունների մեջ։ Այն ձևով, որ ոստիկանությանը դնել անընդհատ հարվածի տակ ու այդ ոստիկանությունը, որ ստիպված լինի այդ կոնֆլիկտով կողմերի մեջտեղը լիներ, որևէ լծակ չունելով լուծումներ տալու, կամ այն իրավիճակում, երբ որ մարդու իրավունքների պաշտպանի տարբեր տեսակի հայտարարություններին որևէ արձագանք չի տրվում ու ելի նույն ձևի գոնե իր միջոցով միջնորդավորված երկխոսություն չի սկսում, դա նշանակում է, ես չգիտեմ, ուղղակի ոչ մի տեսակ քաղաքականություն, սոցիալական երկխոսության եւ այլն չկա ընդհանրապես։ Այսինքն կարելի է եզրակացնել, որ այդ ամեն ինչի վրա այսպես ասած իշխանությունը դա չի կարևոր, նրա համար կարևոր է իր իշխանության պահպանությունը։ Եթե շատ հստակ դրվի իշխանության պահպանությունը, երևի թե կկարևորեր այդ խնդիրները, որտեղ այս նույն խնդիրը կա տարբեր տեղեր, երբ որ այդ երկխոսությունը չի ստացվում, նույն Ռուսաստանում, հա, երբ որ որևէ ձևով իշխանությունը չի արձագանքում, ապա սկսում են աճել այն ուժերը, որոնք որ երևի թե ամենաանցանկալի են իշխանության համար։ Նացիոնալիստական ուժեր, ոնց որ Ռուսաստանում են, հա, ինչ որ կարող են վիճել, պաշտպանում է իշխանությունը դրանց թե չի պաշտպանում եւ այլն, բայց ռեալ վտանգ ներկայացնող իշխանությունների համար ավելի շատ այդ տեսակ ուժերն են։ Այսօր մենք ականատեսենք, որ ազգայնական ուժերն են միանում այս պայքարին։ Այդ իմաստով իսկապես ես տարակուսած եմ, թե ընդհանրապես ինչ են մտածում Իշխանությունները։ Այո։ Իսկ գուցե դա ձեռնտու է իրենց ժողովրդավար երկրի համբավ ենք ստանում գուցե։ Այս ծեծու ջարդը ես չեմ կարծում, որ համբավ են ստանում, Համեցեք։ որովհետև այս ծեծու ջարդը հենց դրա արդյունքն է, որ հարցերին լուծում չեն տալիս։ Հա, իրապես պատկերացրեք, որ դուք օրինական եք անում շինարարությունը, ասենք թե Կոմիտաս 5-ում եւ այլն։ Ինչ որ մարդիկ գալիս են, ճանապարհը փակում են, ասում են շինարարություն չպետք է անես, ու էլի որևէ լուծում չտալով այդ շինարարությունը անընդհատ կասեցվում է։ Ինչ է բերում, որ դու քո կողմնակիցներին բերես, ասես, գիտեք ինչ, այս մարդը լավ գործ է անում եւ այլն։ Դա տնավարի ինչ որ լուծումներ են։ Համեցեք։ Լուծում չի ունեցել։ Ես կսանկանայի անհատական հարցումից կողմի, այսպես կոչված պայքարող սեգմենտների։ Տեսեք, իշխանությունը սովորաբար մեղադրում է ակտիվիստներին, քաղաքական հասարակական կառույցներին, որ նրանք բոլորը այսպես կոչված պրոֆեսիոնալ ակտիվիստներ են, այսինքն դրանից ֆինանսավորող գրանտերի ու ինչ-որ մեկից շահերն պաշտպանում։ Մյուս կողմից բոլորս տեսնում ենք, որ Կոմեն Փակշուկայի դեպքում նույն սեգմենտը Պարզ երևում է Սամվել Ալեքսանյանի պաշտպանող խմբերը, որոնք այս կամ այն կերպով կապված են Սամվել Ալեքսանյանի հետ, ու երկու սեգմենտների պահում են։ Մեկը այդքան է ակնհայտ չի, մյուսը ակնհայտ է, բայց այդքան է կարևոր չի։
Ես այստեղից որպես հասարակ քաղաքացի կարող եմ ենթադրել, որ սա ընդհանրապես երկու սեգմենտների պայքար է, եւ հասարակությունը այստեղ ոչ մի տեղ չի կատարում, կողքից նայում է։ Այսպես ասած, երկու սեգմենտների արձակագիր այն ժամանակ, որ ազդակ եղավ, այսինքն ազդակ 1 ակտիվիստները Էլան Զավարյանի ժողովուրդը վերկացած ազդակ համար 2 ակտիվիստները Էլան այն ժամանակ, որ հաղթում ունի փաստը որ քանդվել է։ Արդյոք այս դեպքում ես կարող եմ ընդունել, որ Հայաստանում չկա քաղաքացիական հասարակություն։ Եկեք եզրակացության մասը որ դնենք միտը, հետո խոսենք, հա։ Բայց կարևորը ինչ է, եթե կոնֆլիկտային տենց իրավիճակ է, առաջի բանը, եթե դու ուզում ես կոնֆլիկտը լուծես, պետք է անդրադառնաս բուն խնդրին։ Արդյոք փակշուկայի խնդիր կա թե չկա։ Արդյոք Կոմիտաս 5-ի խնդիրը կա թե չկա։ Արդյոք 100 դրամի խնդիրը կա թե չկա։ Տարբեր կողմեր կարող են տարբեր ձևեր շահարկեն, հա, այդ խնդիրը։ Ինչ որ իրանց տարբեր լուծումները ստանալու համար կամ այդ ակտիվիստների ահագին հատված հեղափոխության համար է այդ ամբողջին մասնակցում, հա, իշխանապողության եւ այլն։ Բայց հարցն է, որ բուն խնդիրը կա։ Ուրեմն իշխանությունները պետք է անդրադառնան այդ բուն խնդրին, խնդիրի լուծմանը։ Այդ ձևը, ուրիշ ձև չկա, այսինքն, եթե դու դասական իմաստով, եթե սոցիալական կոնֆլիկտ է, առաջի բանը, որ դու պետք է անես, դու պետք է փորձես ոչ թե գասալ հանցավոր ռեժիմի բանից կամ այդ դրանք ում կողմից են ֆինանսավորվում կամ եւ այլից, այլ բուն խնդրին լուծմանը գաս։ Արդյոք իշխանությունը քայլեր անում է բուն խնդիրները լուծելու համար։ Այդ եմ ասում, ցավոք սրտի չի երևում, որ ինչ որ գործողություններ դրան ուղղված են գնում։ Պատասխանար, արդյոք քաղաքական ակտիվիստները կոնկրետ փակշուկայի համար են պայքարում, թե ինչ-որ նպատակներով։ Համաձայն եք, որ փակշուկայի խնդիր կա։ Միանշանակ։ Վերջացավ։ Ուրեմն այդ խնդիրն է պետք լինի հանրային դիսկուրսի, հանրային քննարկման բուն առարկան, հա, որտեղ որ իշխանությունները պետք է առաջնայինը լինի այդ դիսկուրսը դնելու ու այդ հարցը քննարկելու հասարակության հետ։ Արդյոք դա արվում է։ Ոչ, շեղվում է այդ բաների վրա։ Նրանք ում ֆինանսավորում, ում շահում են անում։ Վերջի դա կարևոր չի, որտեղ հասարակության մեջ դրան լինեն շատ ու շատ տարբեր մարդիկ, տարբեր շահերից ելնելով գան ինչ-որ բաներ խոսան, ինչ-որ բաներ անեն եւ այլն։ Կամիցի, պրոստը այս սիտուացիոն տրոլուսն է, որ ոչ մեկի համար փակշուկան կարևոր չի, անում իրեն շահերն է այդ աշխարհի։ Դե սխալ եմ։ Դե չի ասի, որ ոչ մեկի, հա, գուցե այն մարդիկ, որոնք որ իսկապես ցավում են, նրանց մեծ մասը այդ փողոցում չի, որովհետև այդ պայքարի ձևը իրանցը չի, հա, ուրեմն եթե նորմալ ինչ-որ բան լիներ, գուցե եթե իշխանությունները այդ պլատֆորմա ստեղծեին նորմալ քննարկումների, գուցե դուք էլ այնտեղ լինեիք, դրան մասնակցեիք, բայց այդ չի արվում, ուրեմն այդ պարագայում իսկապես դառնում է, որ այսինքն եթե այսպես խորանա, ուրեմն ամեն հարցի շուրջ փողոցային ինչ-որ բաներ կլինեն, հակա ռեակցիաներ, պրոֆեսիոնալ ակտիվիստները կամ պրոֆեսիոնալ, չգիտեմ, մարդիկ կգնան դրան կմասնակցեն եւ այլն, բայց վերջը եթե երկրից ենք մտածում, մեզ կարևոր է որ այն խնդիրները, որոնք որ կան, լուծվեն, չէ՞։ Ու երկրորդ կարևոր բանը, որ բռնություն չլինի։ Այս պարագայում, երբ որ դառնում է որ երկխոսությունը ոնց որ երկու թշնամի իրար հետ չխոսող պատնեշ ենք սարքում, մեջտեղը դնում ոստիկանությունը, ու երկու կողմից քիչ-քիչ ոստիկանության վրա հարձակումներ են լինելու։ Վաղը մյուս օրը ոստիկանները չեն դիմանալու իրանք հակահարձակումներ անեն ինչ-որ բաների, ինչ է դառնալու մեր երկիրը, չգիտեմ, տրվեսական ինչ-որ կամ ինչ-որ մի այնպիսի իրավիճակ, որը որ ոչ մի լավ բանի չի բերի։ Լուծումը ձեր կողմից։ Լուծումը ասեցի, ուրեմն այսօր պարտավոր է իշխանությունները մեխանիզմներ ստեղծի դիսկուրսը փողոցից բերել քաղաքակիրթ քննարկման տեղ, որտեղ որ հնարավոր կլինի այս խնդիրների լուծումը տալ։ Եթե չէ, ապա շատ ու շատ վտանգված վիճակում ենք մենք այսօր լինելու։ Պրովոկատորները, հա, լինելու են գուցե այն սրտացավ, գուցե երիտասարդը, որը որ շուկայի համար է։ Եթե տարբերել են հնարավոր չի լինելու։ Երկուստեք, այսինքն եթե ակտիվիստները ինչքան կպայքարեն։ Շարունակվի, կզորանան ուժերը, կմիանան նոր մարդիկ այդ ամբողջին, որտեվ ոգևորիչ բան կա, եթե դու 100 դրամի համար այդ գործողությունները անում ես, ինչ որ բան ես հասնում,
ներկայացում, լինի բնակչի համար, լինի քաղաքի տեսքի համար, կամ մեր ընդհանրապես քաղաքի ընկալման հետ կապված, կամ ասենք պետությանի համար կենսական որոշումներ ու դա կատարվում են այսպես ինչ որ իրավիճակում։ Չեք տեսնում, մենք Կոմիտասինգից Մեկը տարբեր է տեսնում, հա, մեկը տեսնում է հանցավոր ռեժիմի հետ դեմ պայքարը, մյուսը տեսնում է հեղափոխություն, երրորդը տեսնում է իշխանափոխություն ուղղակի, այն մեկը տեսնում է Կոմիտասի խնդիր, այն մեկը տեսնում է որ մեզ մարդու տեղ դնեն, մարդիկ են առաջի հերթին նշանակում է դիալոգի հնարավորություն։ Եթե այդ հնարավորությունը չկա, ապա դա դառնում է ուղղակի մենք կարող ենք սարքել վերջով մենք ասելով իշխանությունը մենք բոլորս, հա, որ դարձնենք ամբողջ ուղղակի, որտեղ եթե փողոցում դու որևէ ձևով չես կարող ինչ-որ բան անես, կազմակերպված ձև չես կարող տաս եւ այլն ու շատ տարբեր տեսակի մարդիկ են, մի քիչ էսական լարումը լինի, այս կլինի այն հիմնական բանը, որի տակ կլինի, որը որ եղավ Մոսկվայում այդ բալոտնի ժամանակ, հա։ Չի կարելի ասել, որ այսօր իրավիճակին չեն տիրապետում։ Այսօր այդքան ուժ ունի, որ բռնությունների դատապարտել են, հա? Այսօր իշխանությունը այդքան ուժ ունի, ես համոզված եմ, որ եթե դրա կարևորությունը զգա, ափսոս որ չի զգում, որ Սամվել Ալեքսանյանը ինքը վաղը դուրս գա ու ասի, որ դատապարտում են, որ sense բան չպետք է լինի եւ այլն եւ այլն։ Բայց այսօր դա չի արվում։ Ինչու չի արվում։ Ինչ ասեմ, երևի Լուրջ չեն դեռ դիմացը իշխանության դիմացը դուրս եկած ուժերը լուրջ չեն ընկալվում։ Ինձ թվում է իրանք հələ որ ինձ կարող են